Սիրով ողջունում եմ Բեթլեհեմ եկեղեցի։ Նախ ուրախ եմ, որ ընտանիքիս հետ այստեղ եմ գտնվում։ Կրկնակի ուրախություն է, որ հոգևոր ընտանիքով ենք այստեղ հավաքված։ Եվ ձեր թույլտվությամբ, քանի որ գիտեք, որ այս մեկ ամսվա ամբողջ քարոզաշարքը նվիրված է Քրիստոսի կյանքին, վերջի օրերին, որն է որ նրա մատնությունը, նրա չարչարանքը, նրա խաչելությունը, նրա մահը խաչի վրա, հարությունը մեռելներից, եւ վերջում պետք է խոսենք հարությունից մինչև համբարձում եւ հենց բուն համբարձումը։ Այդ հատվածը ինձ էր շնորհվել, որպեսզի կիսվեի ձեզ հետ, եւ մեծ առանձնաշնորհում է ու մեծ պատասխանատվություն է այստեղից Աստծո խոսքով ձեր հետ կիսվելու։ Բայց մինչև սկսելը մի հրաշալի պատմություն, որը որ 20-րդ դարի սկզբի ավետարանիչներից մեկը, Սեմուել Դիկի Գորդոն անունով մեկը, մի հրաշալի պատմություն է գրել իր աշխատություններից մեկում։ Եվ պատմությունը հետևյալ ձև է սկսվում։ Մի ծեր դպրոցի ուսուցիչ իր դասարանի հետ խոսելիս պատմում է Եվրոպայում ունեցած իր վաղեմի փորձի մասին։ Փորձը կանում էր հետևյալում. Նա լեռնագնացների հետ այցելում է Շվեյցարիա եւ կոնկրետ քաղաքի անունը Շամունի էր։ Դա մի քաղաք է, որը որ գտնվում է Մոնբլան լեռան գագաթի ներքևում, հատվածում։ Եվ հիմնականում լեռնագնացները հավաքվում են այդտեղ, պատրաստվում են եւ բարձրանում են Մոնբլան լեռան գագաթը։ Եթե տեղյակ չեք, գտնվում է Շվեյցարիայում, ինչպես ասեցինք, Ալպերում եւ Եվրոպայի ամենաբարձր գագաթն է։ Այսօր էլ մարդիկ գնում են, փորձում են բարձրանալ այդ գագաթը, շատերի մոտ ստացվում է։ Եվ պատմիչը նշում է, որպեսզի այն բարձրանանք, ես հատուկ շեշտեցի, որ սա 20-րդ դարի սկիզբն է, չկար այն բոլոր հագուստը, զինանոցը, այսպես ասածալ, լեռնագնացների, որ այսօր մարդկանց հասանելի է։ Բնականաբար ավելի մեծ ջանք, ավելի մեծ եռանդ էր պահանջվում, եւ որ ամենակարևորն է, պահանջվում է հատուկ նախապատրաստություն։ Մարդիկ պետք է վարժվեն, պատրաստվեն, մարզվեն, որպեսզի կարողանան բարձրանալ գագաթը։ Նաև պահանջում է քաջություն, տոկունություն եւ ասեմ ավելին, կոնկրետացում, հստակեցում, ամեն ինչ մի կողմ դնելու ունակություն է պահանջվում, որովհետեւ լեռը բարձրանալը ոչ միայն ֆիզիկական էներգիա ուժ է խլում, այլ նաև խլում է ինչ, մտավոր էներգիա ու բավականին շատ։ Իրանից պահանջում է մոտավորապես 2-3 օր, որպեսզի հմուտ լեռնագնացները բարձրանան, բայց դա մարդու կողմը։ Իսկ կա բնություն, կան տարբեր հանգամանքներ, որոնք որ այդ լեռը բարձրանալը բարդացնում են։ Եվ այդ ժամանակահատվածում էլ բոլոր նման խնդիրները կան եւ հետեւաբար այդ քաղաքի վարչությունը, իշխանությունը այդ օրերի հստակ կանոններ է սահմանում, թե ինչ պետք է անել մինչև լեռը բարձրանալը, որպեսզի կանխի մարդկանց մահերը։ Եվ փոքրիկ քաղաքի եկեք պատկերացնենք հրապարակում երկու խումբ է հավաքվում, որոնցից մեկում գտնվում էր հենց այդ ծեր դպրոցի ուսուցիչը, եւ նա այսպեսի մի իրադարձության մասին է պատմում։ Պատմում է հետեւյալը. տեսնում եմ մի անգլիացի երիտասարդի, որը որ կանգնած լսում էր իր հրահանգիչների ուղերձները եւ ամբողջությամբ անտեսում էր դրանք։ Խոսում էր նրա մասին, որ օրինակ պետք է շատ թեթև հագուստ ունենալ, յուրաքանչյուր բան, որը որ խանգարում է ձեզ լեռան գագաթը բարձրանալ, պետք է մի կողմ դնել։ Եվ հետեւյալ պարագաներն էր արկա այդ երիտասարդ պատանու մոտ անգլիացի։ Նա ծանրաբեռնված էր տարբեր իրերով։ Եվ ինքը հայտարարում էր, որ բացարձակապես յուրաքանչյուր իր, որ իր մոտ այդ պահին արկա, իրեն անհրաժեշտ է։ Իսկ ինչ է իր մոտ արկա։ Փոքրիկ արկղ գինով, պանրու տարբեր տեսականիներ, որ պետք է վայելի լեռը բարձրանալուց, նա այդպես էր լեռան գագաթ բարձրանալը պատկերացնում։ Իր հետ ուներ լուսանկարչական ապարատ, նոթատետր, որում պետք է իր հուշերը գրի առնի, երբ որ բարձրանա, եւ նա հույս էր հայտնում ու այդտեղ ասում էր նրա մասին, որ իր մտքերը պետք է հետագայում տպագրվեն եւ մեծ հիացմունքի առարկա դառնա իր արածը հասարակության առաջ, ովքեր որ պետք է ընթերցեն։ Եվ դա դեռ մի կողմ իր հետ վերցել էր մի շքեղ գլխարկ, ինչպես պատմում է ուսուցիչը, եւ իր հետ ուներ նաեւ գույնզգույն մի վերարկու։ Եվ պատկերացրեք, այս երիտասարդը հագնում է, բոլոր հրահանգները հերքում մերժում չի ընդունում,
Բնականաբար ուղեկցորդները ասում են դե երիտասարդ ջան, ուզում ես, խնդրեմ, բարի ճանապարհ եւ ճանապարհ են ընկնում։ Առաջի խումբը ճանապարհ է ընկնում, անցնում է 6 ժամ եւ երկրորդ խումբն է ճանապարհ ընկնում եւ առաջի օրվա ավարտին, երբ որ ճամբարում հավաքվում են լեռան ստորոտին, երկու խմբի ուղեկցորդները հանդիպում եւ ասում են, գիտես, ես տեսա ճանապարհին ընկած են գինին մեկ էլ ուտելիքի տեսականին, որ այդ երիտասարդը իր հետ ուզում էր բարձրացնել։ Երևի թե իր ախորժակը չի կարա բավարարի, մինչև Մոնբլան գագաթը բարձրանալը։ Անցնում է հաջորդ օր, երկրորդ օրն է սկսում, օրը ավարտին է մոտենում եւ տեսնում են, որ իր տետրը եւ լուսանկարչական ապարատը այստեղ են թողել էր։ Հասնում է երրորդ օրը եւ տեսնում են, որ այստեղ են իր գեղեցիկ շքեղ այդ գլխարկը եւ վերարկուն վայր են էտել։ Եվ վերջում 4-րդ օրը հասնում են լեռան գագաթին եւ տեսնում են չարչարված, տանջված, մի հատ բարակ շապիկով խեղճ երիտասարդին։ Այս երիտասարդը բախվել էր ուժեղ փոթորիկների, անհարմարությունների, բարդությունների, բայց միևնույն ժամանակ նա մինչև վերջ բարձրացել էր, որի համար իրոք արժաներ ծափահարություններ այդտեղ։ Սակայն ամեն ինչը, ինչ բարձարձակապես էական չէր, մինչև գագաթը բարձրանալը, այդ երիտասարդը, այսպես ասած, զոհաբերեց։ Եվ հետևաբար, այդ երիտասարդի պատկերացումները էական բառի իմաստի մասին արմատական փոփոխության ենթարկվեցին այդ ճանապարհի ընթացքում։ Ինչ կարող ենք ասել մեզ այսօր։ Թույլ տվեք առանց քննադատության, ուղղակի հորդոր պարզ հասարակ ինձ համար էլ, առաջինը ինձ համար։ Մեզանից շատերը, երբ որ հասկանում են, որ չեն կարողանում հասնել գագաթին իրենց բեռներով, փոխանակ այս երիտասարդի թողնում են, ոչ թե թողնում են իրենց բեռները, այլ թողնում են գագաթը, եւ հետեւյալ նկարագրությունն է տալիս այս ուսուցիչը կամ այս պատմիչը։ Ցավոք սրտի մենք հարթավայրերում մեր փոքրիկ ծրագրերով ու ավելորդ, բայց էական ճակերտավոր պարագաներով վրաներ ենք խփվում եւ այդտեղ հաստատվում ենք։ Սակայն Աստծո ծրագիրը գագաթը բարձրանալն էր, հետեւաբար ինչպես Աստված իր որդուն ուղարկելով ծրագիրը իրականացրեց, նա թողեց Հիսուսը եւ դեն նետեց ամեն ինչ, ինչ իր խանգարում էր եւ վերջապես դեն նետեց իր կյանքը, որպեսզի մենք բոլորս կյանք ունենանք։ Հրաշալի օրինակ, պարզ օրինակ, թե ինչպես մարդու կյանքը փոփոխության է ենթարկվում այն նպատակին ծառայելով, որը որտեղը թողել է։ Եվ որպեսզի վերադառնանք մեր քարոզի հիմնական թեմային, եկեք վերադառնանք անցյալ 2000 տարի առաջ եւ փորձենք վերհիշել այն բոլոր իրադարձությունները, ամբողջի մասին բնականաբար չենք կարող խոսել, բայց փորձենք ամփոփ ներկայացնել, ինչ տեղի ունեցավ, Քրիստոս իրեն հայտնեց, ում հայտնեց, ինչպես հայտնեց եւ վերջում ինչ թողեց իր վկաներին, որը որ այսօր թե ի ուրախություն, թե ի տխրություն ոմանց հանդիսանում ենք նաեւ մենք։ Եվ օգնության մեզ կգա Ղուկասի ավետարանը, որովհետև 24-րդ գլուխը, որովհետև Ղուկասի ավետարան 24-րդ գլխում ամենը թե բոլոր իրադարձությունները նկարագրվում են եւ ավետարանների հիասքանչությունը կանում է նրանով, որ յուրաքանչյուր ավետարան puzzle-ի պես տարբեր հետարքի իրադարձությունների մասին է խոսում եւ ամեն մի ավետարանիչ նամակի հասցեատերին ուղված կարիքից ելնելով տարբեր բաների մասին է կենտրոնացնում մարդկանց, ուշադրությունը կենտրոնացնում կներեք։ Առաջինը, ինչպես պատմությունից տեղյակ ենք, հայտնվում է Մարիամ Մագդաղենացուն, դա գրի առնված Մատթեոս 28-րդ գլուխ 9-րդ համարում եւ Մարկոս 16-րդ 9-րդ համարում, չենք ընթերցի, որովհետեւ այդտեղ գրված է, միտեղ գրված է, որ այն դևերը հանած կնոջ Մարիամ Մագդաղենացուն հայտնվեց եւ Մատթեոս 28-րդ գլուխ ավելի մանրամասն է նկարագրում, բայց մեկ այլ վայրում էլ գրված է, որ կանանց է երևում եւ մաստատուկ հենց Մատթեոս 28-րդ գլուխ 9-րդ համարը ես կընթերցեմ որպես ապացույց։ Եվ երբ որ գնում էին, որ նրա աշակերտներին պատմեն, ահա Հիսուսը պատահեց նրանց
եւ ասեց. «Ողջույն ձեզ»։ Եվ նրանք մոտ եկան, նրա ոտները բռնեցին եւ նրան երկրպագություն արեցին։ Բոլոր տեղերը հոգնակի է խոսում։ Այն ժամանակ Հիսուսը նրանց ասեց. «Մի վախեցեք, գնացեք իմ եղբայրներին ասացեք, որ գնան Գալիլեա եւ այնտեղ կտեսնեն ինձ»։ Մարիամ Մագդաղենացին միտեղ միայնակ էր եւ Տեր իրեն հայտնվեց, մեկ այլ ավետարանում խմբով էին, խմբին հայտնվեց։ Բոլոր դեպքերում էլ փաստը կանում է նրանում, որ Քրիստոս իր հարությունից հետո հայտնեց իրեն իր աշակերտներին, իր ժողովրդին։ Առաջինը Մարիամ Մագդաղենացին էր։ Եվ արձագանքը որը եղավ Մարիամ Մագդաղենացու եւ իր հետ ականատեսների սարսափ, վախ, չէին հասկանում ինչ է կատարվում։ Մեկ այլ վայրում ասում է, որ զմուրս վերցրել են, որպեսզի գնային Քրիստոսի մարմինը մշակեին, այսպես ասած, ինչի նրանք դա շուտ չէին կարողացել անել, որովհետև, ինչպես գիտեք, շաբաթ օր էր, ուրբաթ օրը Քրիստոսին թաղեցին, դրեցին մարմին իր գերեզմանի մեջ։ Դրանից հետո շաբաթ էր եւ իրավունք չունեին օրենքով գնային, ոչինչ չպետք է անեն, եւ հենց զատիկին կամ այլ կերպ ասած Կիրակի օրը եւ ինչի է պատճառը, որ մենք հենց Կիրակի օրերն ենք հավաքում, որովհետև հենց Զատիկը կամ առաջի Կիրակին հենց այն է, երբ որ Քրիստոս իրեն հայտնեց։ Զատիկին որոշեցին գնան եւ այդ ամբողջ process-ը արողակարգ իրենց պատկերացումներով անեն։ Ես կին չեմ, բայց նախ առաջինը ինչ որ կարող ենք տեսնել այստեղից, որ վրազեցին, որտեղ ճանապարհի ընթացքում իրենք նոր սկսեցին իրենց հարցել տալ, ով պետք է այդ քարը մեր համար շրջի, ոնց պետք է անենք, բա ինչ պետք է անենք, լցված էմոցիայով, ցանկությամբ, սիրով կանայք շարժվեցին գնացին։ Բայց արդյունքում իրենց բոլոր սպասումները չարդարացան։ Ես նախորդ ուզում եմ շեշտեմ, որ պատմության բոլոր մասնակիցները, ականատեսները, որոնց Քրիստոս իրենց հայտնեց կամ իրեն հայտնեց, ոչ մեկ չեն սպասում, որ Քրիստոս հարություն առնի մեռելներից։ Ոչ ոք չհավատաց սկզբից, բոլորը զարմացան, բոլորը ապշեցին, որովհետև սպասում էին տեսնել մեռած Հիսուսին։ Եվ առաջի արձագանքը, որը եղավ աշակերտների, երբ որ Մարիամ Մագդաղենացին եւ իր հետ կանայք լսելով լուրը, որ Քրիստոս մարմնով հարություն առել եւ հայտնվել է իրենց, առաջի արձագանքը մի անգամից վազում են, որպեսզի պատմեն աշակերտներին, կիսվեն այն, ինչը որ իրենք տեսել են, որովհետև չէին սպասում։ Բայց ցավոք սրտի մենք գիտենք, որ կանանց խոսքը հին կտակարանում վկայություն չէր համարվում եւ շատ տեղերում իրենց ասածը արժանահավատ չէր։ Եվ հետեւաբար Ղուկաս 24-րդ գլխում 11-րդ համարում հետեւյալն է գրած. Եվ նրանց խոսքերը ցնորք երևացավ նրանց առաջին եւ չէին հավատում նրանց։ Աշակերտները ուղղակի չհավատացին։ Երկրորդ դեպքը, որ տեղի ունեցավ Ղուկաս ավետարանում նկարագրված, մեզ բոլորիս հայտնի այդ երկու աշակերտների, որոնցից մեկի անունը հայտնի է Ղեապասը, մյուսի անունը մինչև այսօր հայտնի չէ, չգիտենք ով է, թաքնված է մեզանից։ Այս երկու աշակերտները գնում էին դեպի Էմաուս, Էմաուսի ճանապարհի պատմությունն է։ Ինչ ենք տեսնում այստեղ։ Եկեք ընթերցենք։ Եվ ահա նրանցից երկուսը միևնույն օրը մի գյուղ էին գնում, որ 60 ասպարեզ Երուսաղեմից հեռու էր, անունը Էմաուս։ Եվ նրանք իրար հետ խոսում էին այն բոլոր անցած բաների համար։ Եվ եղավ, որ նրանք խոսելիս եւ վիճաբանելից հենց ինքը Հիսուս մոտեցավ, գնում էր նրանց հետ։ Բայց նրանց աչքերը բռնված էին, որ չճանաչեն նրան։ Եվ նրանց ասեց. «Արդ ինչ բաներ են, որ դրանց համար իրար հետ վիճում եք գնալիս եւ տրտմած եք»։ Միթե Քրիստոս չգիտեր, տեղյակ չէր ինչի մասին էին խոսում, որ ամբողջ պատմությունը, ամեն ինչը, ինչ որ իրենք մինչև այդ վերապրել էին, այդ բանը վերապրում են եւ հետո պետքա վերապրեին, հենց իր մասին է, շատ լավ գիտեր։ Հետարքիր է, որ ավետարաններում մասնահատուկ կներեք Մատթեոս 16-րդ գլուխ 13-րդ համարում հետևյալ
մի հատկության մասին է խոսում Քրիստոսի։ Քրիստոս միշտ հարցնում էր աշակերտներին. Ինչ են մարդիկ ասում ինձ համար։ Քրիստոսին հետաքրքիր է, թե ինչ են մարդիկ ասում իր համար։ Չնայած որ ինքը շատ լավ գիտի, թե ինչ են մարդիկ ասում։ Եվ հետաքրքիր է, թե ինչու են նրանց աչքերը փակված։ Աստվածաշունչը մանրակրկիտ մեջ չի բացատրում, որտեղ աշակերտների համար էլ էր շատ բաներ փակված, որ հետո Տերը բացեց։ Բայց էությունը կանում է նրանում, որ կան մի քանի պատճառներ, որոնք որ կարելի է այսպես ասած հասկանալ։ Նախ առաջինը Քրիստոս միշտ չէր մնալու հարուցյալ իրենց հետ։ Նա պետք է գնար։ Եվ մարդիկ պետք է սովոր լինեն, ինչպես որ մենք այսօր, որ երանելի ենք համարում, որտեղ չտեսանք, չշապեցինք, բայց հավատում ենք։ Պետք է սովորեին հավատալ խոսքին։ Երկրորդը այն էր, որ արդյոք մարդիկ, եթե իմանային, որ հենց այդ պահին Քրիստոսը իրենց հետ քայլում, անկեղծ խոսային այն ամեն ինչը, ինչ որ այդ պահին իրանք ասեցին։ Ինչ ենք տեսնում շարունակության մեջ։ Եվ պատասխանեց նրանցից մեկը անունը Կղեոպաս եւ ասեց նրան. «Դու ես միայն բնակվում Երուսաղեմում, որ չիմացար այն բաները, որ այս օրերը եղան նրանում»։ Եվ նա ասեց նրանց. «Ո՞ր բաներ»։ Եվ նրանք ասեցին. «Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր, զորավոր գործերով Աստծո եւ բոլոր ժողովրդի առաջին։ Թե ինչպես մեր քահանապետերը եւ իշխանները մայի դատաստան մատնեցին նրան եւ խաչեցին նրան, իսկ մենք հույս ունեինք, թե նա է, որ Իսրայելին փրկելու էր, այլ այսուամենայնիվ սա երրորդ օրն է, որ այս բաները եղան»։ Մեզ եւ մեր համար հրաշալի օրինակ կա եւ այսօր էլ, թե ինչպես ենք մենք վերաբերվում Աստծո խոսքին։ Միտքը ինչի մեջ է կայանում։ Մենք ամբողջ Աստվածաշունչը միշտ չի որ անում ենք, պահում ենք, հավատում ենք եւ կատարում ենք։ Ինչ տրամաբանությամբ։ Այս երկուսը, որոնք որ գնում էին հետ դեպի Էմաուս, շատ լավ գիտեին 5 կտակարանը։ Իրանք գիտեին օրենքները, իրանք գիտեին հնգամատյանը, իրանք գիտեին մարգարեությունները, որոնք բոլորը անխտիր խոսում են Քրիստոսի մասին։ Եվ ամբողջ 5 կտակարանի իրականացումը տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի խաչելությամբ, մահով եւ հարությունով մեռելներից։ Եվ ինչպես որ այս մարդիկ, այնպես էլ մենք շատ հաճախ տեսնում ենք եւ ուզում ենք լսել միայն այն, ինչ մեզ հաճելի է։ Եվ հիմա էլ հաճելի է։ Որտեղից ենք դա տեսնում։ Տեսնում ենք, որ նրանք ունեն իրենց պատկերացրած Մեսիային, ունեն իրենց պատկերացրած Քրիստոսին, որը որ պետքա լիներ փառավոր, որը որ պետքա գար զորքով, կառքով, շքեղությամբ, գրավեր այն բոլոր տարածքները, որ իրենք կորցրել են, իրենց ազատագրեր Հռոմից եւ փառավոր ձևով մտներ Երուսաղեմ, հաստատել իրենց թագավորությունը, իրանք էլ որպես աշակերտներ պետքա իրենց այդ թագավորային։ Այս այն էր, ինչ որ այդ ժամանակվա բոլոր հрьяաները սպասում են եւ մինչեւ այսօր էլ։ Եվ ասեմ ավելին, նրանք մեծ հույսեր էին դրա հետ կապում, որովհետեւ իսկ մենք 21-րդ համարում հույս ունեինք, թե նա է, որ Իսրայելին փրկելու էր։ Այն պահից սկսած եւ Քրիստոսի մարմինը դրեցին գերեզմանի մեջ, այս մարդկանց հույսը մեռավ ու թաղվեց։ Որտեւ իրանց հույսը մինչեւ տեղ էր հերիքում։ Ոնց որ այսօր էլ շատերին, երբ որ փոխանցում ես ավետարանը, խոսում ես, հենց հասնում ես մեռելների հարությանը, բրծավ ամեն ինչ։ Ինչ մեռելների հարություն։ Ոնց որ այսօր էլ շատերը փորձում են պսևդո քրիստոնեության ճյուղեր, փորձում են ասել, որ Քրիստոս այո, ամեն հարություն առավ, բայց ոչ մարմնով։ Իր հոգին հարություն առավ։ Այն ինչ որ հրեշտակները խոսեցին, վկայեցին, այն ինչ որ վկաները բազմաթիվ տեսան, ինչպես Սոր եղբայրը առաջի Կորինթացիս 15-րդ գլխում սկզբի հատվածում է գրված, հայտնվեց Պետրոսին, հետո 12-ին, հետո 500-ին եւ ելի շատ մարդկանց, որ իրեն տեսել էին եւ ցնորք չէր եւ այսօր մենք ընթերցելով կտեսնենք, թե ինչպես է Տերը հենց դա ապացուցում։ Հաստատում են ամեն ինչ որ կտականում գրված է 5 կտականում 5 ուխտում։ Եվ այդքանով հանդերձ ինչ է ասում Տերը, որն է նրա արձագանքը, պատասխանը։ Շարունակության մեջ կներեք 22-ում հետեւյալն է ասում, այսինքն իրանք արդեն տեղեկ են, որ կանայք եկել եւ հայտնել էին նրա մասին, որ Քրիստոսին տեսել են հարուցյալ։ Բայց մի քանի կանայք էլ մեր միջից զարմացրին մեզ, որ առավոտանց կանող գնացին գերեզմանը։ Մաքսիմում ինչ իրենց մոտ ստացվեց զարմանքներ, զարմանալներ։
Եվ նրա մարմինը չգտան, եկան եւ ասացին, թե հրեշտակների տեսիլք են տեսել, որ ասում են, թե կենդանի է։ Եվ մեզանից ոմանք գնացին գերեզմանը, եւ իսկ այնպես գտան, ինչպես կանայք ասացին, բայց նրան չտեսան։ Եվ նա ասեց նրանց. ով անմիտներ եւ թուլասիրտներ, հավատալու այն բոլոր բաներին, որ մարգարեները այսքան ժամանակ ձեզ խոսեցին։ Չէ՞ որ պետք է որ Քրիստոսը չարչարանքը քաշեր եւ իր փառքը մտներ եւ սկսելով Մովսեսից եւ բոլոր մարգարեներից մեկնում էր նրանց, ինչ որ գրքերի մեջ գրված էր իր մասին, եւ մոտեցան այն գյուղին, ուր որ գնում էին, եւ այնպես էր ցույց տալիս, թե ավելի հեռու տեղ է գնում, եւ նրանք բռնադատեցին նրան եւ ասեցին. մնա մեզ հետ, որովհետեւ իրիկվա դեմ է եւ օրը իջել է, եւ նա մտավ, որ նրանց հետ մնա։ Եվ եղավ, որ նա նրանց հետ սկսեղան նստեց, հաց առավ, օրնեց, կտրեց եւ տվեց նրանց, եւ նրանց աչքերը ինչ եղան, բացվեցին։ Եվ նրանք ճանաչեցին, եւ նա աներևույթ եղավ, անմիջապես այդտեղ չէր այլևս։ Անետացավ։ Եվ իր մեջ հետեւյալն էին ասում. չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում են մեզանում, երբ որ ճանապարհին մեզ հետ խոսում էր, եւ ինչպես գրքերը բաց էր անում մեզ համար։ Սրտերը բորբոքելու համար նոր հայտնություններ հարկավոր չեն։ Այն ամենը, ինչը որ Հիսուս իրենց բացեց, 5 տակարանից էր, Մովսեսից ինչև մարգարեներ, հին հայտնությունների կիրառումը կամ բացումն էր նրանց առաջ։ Եվ վերջապես այս մարդիկ հասկացան ինչ էին ասում մարգարեության մեջ, գրված խոսքերը հենց իր համար։ Եվ վերջում այս մարդիկ ինչ են անում, հենց այդ ժամին, իրիկվա ժամին վեր են կենում, հետ են դառնում Երուսաղեմ եւ այն 11-ին ժողոված գտնում են եւ նրանց հետ լինողներին էլ, որ ասում էին, թե արդարև Տերը հարություն է առել եւ երևացել Սիմոնին։ Մի րոպե։ Այս մարդիկ ուրախ գնում են հետ, որ աշակերտներին պատմեն, գիտեք ինչ, Հիսուսին տեսել ենք, մեկ էլ դուռը բացում են, տեսնում են, ասում են, որ Սիմոնին է հայտնվել։ Ո՞չ ինչպեսի հիասթափություն, երևի թե։ Մեկ վկայություն էլ, որ հատկանշական, որ խոսում են նրա մասին, որ հենց Պետրոսին առանձին հայտնվել է Հիսուսը, ավետարանում մենք դա չենք տեսնում, բայց առաջի Կորինթացիս 15:5 համարում հետևյալն ենք կարդում։ Իմաստում եմ ձեզ եղբայրք, այն ավետարանը, որ ավետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի մեջ էլ կանգնած եք, որով փրկվում եք այն բանով, որ ձեզ ավետարանեցի, եթե ամուր բռնեք նրան, եթե զուրտեղը չեք հավատացել, որովհետև ես առաջուց այն տվի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ, ինչերի համեմատ, գրքերի համեմատ, եւ թե թաղվեցավ, եւ թե երրորդ օրը հարություն առավ գրքերի համեմատ, եւ թե երևացավ ում Կեփասին կամ Պետրոսին, հետո այն 12-ին, հետո երևացավ 500-ից ավելի եղբայրների մեկ անգամ, որոնցից շատերը մինչև հիմա մնում են, բայց մի քանիսն էլ ննջեցին։ Քրիստոս ավետարանը չհորինեց։ Ինքը դրա հեղինակն էր եւ ինքը դա բացահայտեց, որտեվ դա գրեր առնված հին ուխտի մեջ, 5 տակարանում։ 5 տականը խոսացել է, որ Մեսիան կգա եւ Մեսիան կլինի Աբրահամի տոհմից, Ծննդոց 12-րդ գլուխ։ Խոստացել է, որ նա կգա Հուդայի ցեղից, Ծննդոց 49-րդ գլուխ, որ նա կգա Դավթի տոհմից, երկրորդ թագավորած 7-րդ գլուխ, որ նա կծնվի Կույսից, Եսայի 7:14։ Իր հագուստի համար կխաղան, նրան կծեծեն, կթքեն վրեն, մորուքը կքաշեն։ Զաքարիա 12, Սաղմոս 22, Սաղմոս 69։ Նա կծնվի Բեթլեհեմում, Միքիա 5:2։ Եվ որ նա հարություն կառնի մեռելներից, Եսայա 53-րդ գլուխ, Սաղմոս ավարտը եւ Սաղմոս 16, 8-ից 11 եւ շատ այլ մասեր, որոնք որ ծածկված են այս մարդկանցից։ Ինչպես, ինչ ձևով, մեզ հայտնի չէ։ Տիրոջ ձեռքում է։ Եվ երբ որ այս իրադարձությունը ամփոփվում է, ավարտում է, 4-րդ խումբը, որոնց այսպես ասած հայտնվում է, դա արդեն իր աշակերտներն են։ Երբ որ խոսում են սրա մասին եւ այս երկուսը վերադարձան սկսեցին պատմել, որտեղ իրենց հայտնվեց, իր հետ ընտրեցինք մեզ, բացեց, պատմեց ուրախ։ Եվ նրանք այս խոսելիս Հիսուսը ինքը կանգնեց 36-րդ համարում նրանց միջումը եւ նրանց ասեց. «Խաղաղություն ձեզ»։ Եվ նրանք զարհուրելով վախեցած համարում են, թե ոգի են տեսնում, լսելով այդքան վկայություններ, հայտնվելով Պետրոսին, իրենց առաջնորդին։
հրեշտակների վկայություններ, ում եք փնտրում, խի եք փնտրում, որտեղ եք փնտրում, նա հարությունը առել։ Այսքանով հանդերձ մեկ այս մարդիկ չհավատացին, մտածում էին, որ հոգի են տեսնում։ Եվ նրանց ասեց, ինչու եք շփոթված։ Ինչու համար խորհուրդներ են վեր կենում ձեր սրտերում։ Տեսեք իմ ձեռքերը, իմ ոտքերը, ես ինքս եմ։ Շոշափեցեք ինձ եւ տեսեք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկոր չունի, ինչպես ինձ եք տեսնում, որ ունեմ։ Եվ սա որ ասեց, ձեռքերն ու ոտքերը ցույց տվավ նրանց, եւ քանի որ դեռ չէին հավատում ուրախությունից եւ զարմացած էին, միևնույնն է չէին հավատում էլի, մինչեւ վերջ իրենց աշկերին։ Ինչ ասեց. կերակրունեք այստեղ։ Եվ նրանք խորոված ձկան կտոր տվին նրան եւ մեղրախորիսկ։ Եվ առավ կերավ նրանց առաջին։ Տեսեք ուզում, դե տեսեք։ Կպեք, շոշափեք, լսեք, տեսեք, որ ես ուտում եմ, ինչ որ դուք եք ուտում։ Իհարկե, Ղուկասի ավետարանում նկարագրված չէ Տիբերիա ծովի ափին կատարված իրադարձությունները, որոնք Հովհաննես 21-րդ գլխում են ներկայացված, երբ որ Պետրոսը եւ իր հետ եւս 6 աշակերտ գնում են իրանց 5 կյանքին, ձկնորսությանը, վերադառնում են եւ Հիսուս այդտեղ ափին նստած, կանչում է, ուղղորդում է, հետո կանչում է Պետրոսին, 3 անգամ ասում է սիրում ես ինձ, ասում է գնա, արծեցրու իմ գառները։ Այս պատմությունը այստեղ նկարագրված չէ, հայտնված չէ։ Բայց ողջ ընթացքը մինչև 43-րդ համար նախապատրաստություններ այն ամենի, ինչի որ իրենք պետք է հետո անեն։ Այն որ ավետարանը կնքված հաստատված է 5 տակարանում, բացեց իրենց համար, այս մարդկանց սրտերը կրակով բորբոքվեցին, բայց մենք ունենալով գիտելիք, ունենալով բորբոքված սրտեր, ցանկություն, պատկերացումներ, միևնույնն դա հերիք չի ավետարանը փոխանցելու համար, ինչու, որովհետև պետք է դեռ զորություն առնեն, պետք է սպասեն, մինչև զորություն առնեն։ Առանց Սուրբ Հոգու զորության, առանց իներգործության մեր վրա մենակ թողված դա անհնար է։ Ինչ ունեն այս եւ մենք այսօր վկաները, որոնց մասին այստեղ ասում է Ղուկասը, նրանք ունեն դատարկ գերեզման, որպես արդյունք ունեն հրեշտակների վկայություններ, կանանց վկայություններ եւ աշակերտների վկայություններ։ Ես նույնիսկ ասեի դաժե անհավատություն։ Ինչի համար ենք շեշտում, որ աշակերտների անհավատությունն էլ է կարևոր իրադարձություն, որովհետեւ այսօր բազմիցս թե լուրերով, մասնահատուկ National Geographic-ով ես տեսել եմ մի քանի անգամ այդպիսի հաղորդումներ, երբ որ խոսում են նրա մասին, որ դա աշակերտների հորինածներ, ուզածներ, իրանք ուզում են, որ գնային իրանց մեսիային, իրենց ուսուցչին լեգենդ դարձնեն եւ իրենք գնացին, գողացան իր մարմինը, տարան պահեցին եւ նմանատիպ բաներ։ Մենք այստեղ մի հասարակ փարզբան ենք տենում, որ իրանք ընդհանրապես չէին հավատում, որ Քրիստոս հարություն առնի եւ բազմաթիվ վկայություններ դրա մասին էլ խոսում էին։ Այս մարդիկ չէին հավատում, հետեւաբար եթե չէին հավատում, չէին էլ գնալու դա անեին։ Ինչը պետք էր դրթեր, որ գնային։ Կանանց վկայությունից հետո էր, որ Պետրոսը վազելով գնաց դեպի գերեզման դատարկ գտավ։ Հովհաննեսում ասում է, որ Հովհաննեսն էլ իր հետ վազեց։ Հետարքիր է։ Պրիտոմ Հովհաննես ասում է, որ ես հաղթեցի Պետրոսին, ես առաջինը մտա գերեզմանը տեսա։ Խոստումը մեզ հետևյալն է, որ ինչպես ասում է Փիլիպեցիս 3-րդ գլուխ 21-րդ համարում, Տերը կնորոգի մեր խոնար մարմինները, որ իր փառավոր մարմին կերպարնակից լինենք այն զորությունով, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրեն։ Ինչ մարմնով էլ որ Քրիստոս հայտնվեց, չգիտենք, ունակ էր ուտելու, նա ունակ էր մի տեղում լինելու, հետո մյուս տեղում հայտնվելու, չգիտենք։ Եվ չենք էլ փորձում ինչ որ հնարածին բաներ ավելացնել սրա վրա, ինչ էլ որ լինի, նրա պես մարմին ենք ունենալու։ Երանելի ենք մենք դրանով։ Եվ վերջում, երբ որ ամրացվեց, զորությունը եկավ, նրանց ասեց 46-րդ համարում. Թե այսպես է գրված, եւ այսպես պետք էր Քրիստոսին չարչարվել եւ երրորդ օրը մեռելների միջից հարություն առնել, եւ նրանով ապաշխարություն եւ մեղքեր թողություն քարոզել բոլոր ազգերի մեջ Երուսաղեմից սկսած։ Եվ դուք այս բաների համար վկաներ եք։ Ինչպես սկզբում ասեցի, ի ուրախություն մեզ, թե ի տխրություն մեզ, մենք էլ ենք այսօր վկա։ Չենք կարող ասենք, որ վկա չենք։ Եվ գագաթը կամ նպատակը ինչի համար վկա լինելուց հետո մենք պետք է ապրենք, շատ պարզ է։
մեղքերի թողություն եւ ապաշխարություն քարոզել։ Մեր զորությունով չէ, Սուրբ Հոգու զորությունով եւ Հիսուս Քրիստոսի կատարած գործով, որովհետեւ իր անունից ենք քարոզում։ Բայց ցավոք սրտի մի շատ տիպիկ իրավիճակում է գտնվում թե մեր եկեղեցին, թե մնացած եկեղեցիները, թե այն ժամանակ եւ թե այսօր, որտեղ մարդու բնույթն ու էությունը չի փոփոխվում։ Եվ ինչպես պատմության մեջ գագաթը բարձրանալու փոխարեն վրաներ ենք խփում, այնպես էլ այսօր մենք խառնում ենք նպատակը միջոցի հետ։ Շատ լավ է, որ փառաբանում ենք, սաղմոսներ ենք գրում ու երգում ենք, սովորում ենք, հաղորդակցվում ենք, նվիրաբերում ենք, կարեկից ենք լինում։ Եվ վերջի վերջո սրբության կյանք ենք հետապնդում։ Բոլոր թվարկածները եւ յուրաքանչյուրը դել ձերը գիտեք եւ ունեք, այս ամեն ինչը Տիրոջ պատվերներ են, որի համար ալելույա եւ որի համար ամեն։ Բայց սրանք ուղղակի միջոցներ են ավետարանելու համար։ Սրանք միջոցներ են նպատակին հասնելու համար։ Նպատակը եւ միջոցը չպետք է խառնենք։ Եվ սա պետք է անենք Քրիստոսի հավատարիմ վկաները լինելու եւ մնալու համար։ Մենք պետք է սա շարունակենք Սուրբ Հոգու զորությամբ, Քրիստոսի եւ նրա աշակերտների վկա լինելու գործը, մինչեւ երբ, մինչեւ այս ամեն ինչի կարիքը այլևս չի լինի։ Դրա համար մեզանից յուրաքանչյուրը կանչված է վկա լինելու։ Մենք ունենք զորությունը, մենք ունենք գիտությունը, մենք ունենք ամեն ինչ, ինչպես ասում է Առաջի Պետրոս առաջի գլխում, յուրաքանչյուր բան կյանքի եւ Աստված պաշտության համար մեզ տրված է։ Եվ հետեւաբար ինչ պետք է անենք, գնանք, քարոզենք, ավետարանենք, հռչակենք մեղքերի թողություն եւ ապաշխարություն։ Թող Տերը օրհնի մեզ, տա գիտակցություն, զորացնի մեր ոտքերը, որպեսզի կարողանանք իր հավատարիմ վկաները լինենք մինչև աշխարհի վերջը։ Ամեն։ Եկեք աղոթքով ամփոփենք։ Ողորմած Աստված, մեր Սուրբ Հայր, քեզ փառք ենք տալիս այն մեծ ողորմության համար, որին որ դու մեզ արժանացրեցիր, Տեր։ Դու եկար աշխարհ, չարչարվեցիր, խաչվեցիր, խաչելար, անարգ մահա վերցրեցիր քո վրա, Տեր։ Բայց ոչ միայն մահացար եւ թաղվեցիր, ու դրանով պատմությունը չավարտեցիր մեզ համար։ Մեր հույսը չսպանեցիր, Տեր, այլ հակառակը հարություն առար մեռելներից եւ մեր հույսը կենթանացրեցիր, Տեր։ Ինչ էլ որ ենք, Տեր, քեզանով ենք եւ ուզում ենք քո վկաները լինենք, Տեր։ Լինենք քո աշակերտները, գնանք, քարոզենք, հռչակենք քո մեծ ու սուրբ անուն, Տեր, եւ ասենք, որ կա մեղքերի թողություն եւ ապաշխարություն Հիսուս Քրիստոսի անունով։ Մեզ տուր, որպեսզի լինենք գործող անոթ, այլ ոչ թե տկար անոթ, Տեր։ Լինենք մեկը, որը որ պատրաստ է քո համար ամեն ավելորդ բան, որը մեզ համար թվում է թեական մի կողմ դնելու եւ այն նպատակը, որը որ դու դրել ես այդտեղ գնալու, Տեր ջան։ Ինչ էլ որ այստեղ անում ենք, դա ժամանակավոր է, Տեր։ Եվ գիտենք, որ հավիտենականության մեջ փառքերով, Տեր, պետք է քո հետ լինենք, որտեղ էլ որ լինենք եւ ինչ ձևել որ լինենք, Տեր ջան։ Այս ամեն ինչ որ խնդրեցինք, Տեր, ոչ մի արժանիք չունենք, միայն խնդրում ենք մեր տեղը խաչված եւ հարություն առած Հիսուս Քրիստոսի թափած արյան անգին արժանիքով, որ փառավորվես մեր Սուրբ Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։